Այս անգամ խոսելու ենք ինձ շատ անհանգստացնող թեմաներից մեկի մասին, Սերգեյ, կարող ես գուշակել ինչից։ Քեզ անհանգստացնող Առհասարակ մարդկությանը անհանգստացնող Իսկ հիմա ճարպակալման մասին ես ուզում, բայց դա քեզ չպիտի անհանգստացնի, չնայած բոլոր աղջիկներին անհանգստացնում։ Ու իսկ հիմա ավելի շատ այն աղջիկներին անհանգստացնում, ում դա չպետք է անհանգստացնի։ Ողջույն։ Սերգեյ, ամեն անգամ ինձ թվում է, թե քանի որ իմ շուրջ շատ եմ տեսնում մարդկանց, ովքեր արդեն ավելի շատ են սկսում մտածել, թե ինչ ուտեն, ինչից է կազմված այդ ուտելիքը, նույնիսկ երբ որ գնում ենք ինչ-որ հանրային սննդի կետեր, մի քիչ ավելի շատ ենք խորանում, ինչով է պատրաստված, ինչի մեջ են պատրաստել, ու sense լիքը հարցեր, ու ամեն անգամ ուրախանում եմ, որտեվ դրական դինամիկա կա, էլի։ Մարդիկ շատ են սկսել մտածել, թե ինչ են ուտում, ու մարդիկ նաև շատ են սկսել մարզվել, բայց հետո որ ընդհանուր վիճակագրություն եմ նայում, նույնիսկ չեմ ուզում բարձրաձայնել, բավականին վախենալու թվեր կան ճարպակալման հետ կապված, շատ է ճարպակալումը։ Մեզ մոտ այդ խնդիրը կա մանկությունից, երբ որ ծնողները, տատիները, պապիները երեխաներին ասում են հացով կեր, ճաշը պարտադիր ես հացը կեր, որ շուտ չսովածանաս, այդ մեկ, երկրորդը, երբ որ երեխաներին հաճանալու համար, երեխաներին, չգիտեմ, ուրախացնելու համար կանֆետ են տալիս, պարտադիր միշտ քաղցր, կանֆետ, շաքար, չգիտեմ, բալես կեր, այս շաքար շատ լավ է, այս շաքարը կեր, միշտ ես ջղայնում ասում դա նման է, ոնց որ չգիտեմ, երեխայի առաջ սիգարետ դնես, այս ծխից, հաճելի է, ծխելն էլ է հաճելի, ինչի՞ չեք թողնում։ Okay, այսա մենք ավելի կբացենք եւ կասենք, այդ պարզ ածխաջրերը օրվա մեջ նորմալ 10%-ը չպետք է գերազանցի, բայց եթե մենք նայենք միջին մեր երեխայի կերած պարզ ածխաջրի քանակը, դա ինձ թվում է, չգիտեմ, 10 անգամ գերազանցած ենք լինելու նորմալ օրվա։ Ու դա մեկ օր չի, դա ամիսներ, տարիներ, հասնում է ինչ-որ մի կետ, որտեղ բա ոնց անենք, այդ մարդիկ մեծանում են ու փորձում են, չգիտեմ, սննդակարգի հետևել, բայց ունեն կախվածություն արդեն շաքարից եւ լիք ուրիշ բաներից նաեւ կախվածություն։ Եվ այդ շաքարը կներես եւ այդ շաքարը նույնպես կախվածությունը ինքը ինչ է, ինքը ուտում է քաղցր, իր մոտ երջանկության հորմոններ են արտադրվում, ինքը դրանով է կախվածություն ձեռք բերում։ Նույնպես, ինչպես չգիտեմ, ծխելը կամ ալկոհոլ օգտագործելը։ Մենք էլ միշտ որ գնում էինք տատիկի տուն օրինակ, նույնիսկ չէինք էլ նկատում, բայց հետ գալուց պարտադիր մեր գրպաններում ինչ-որ լիքը կանֆետներ կային։ Կամ չգիտեմ, մի շաբաթով տատիկի տուն ես գնացել, չէ՞, գիտեմ, գյուղ եկել մի 3 կիլո չաղացած հետ ես գալիս, ասում են լավ է։ Բայց օրինակ ես հիշում եմ, մենք տանը 3 երեխա էինք ու այդ նույն քանակությամբ ուտում էինք 3-ս էլ։ Հարցս այն է, որ նույն քանակությամբ հնարավոր է ուտել, ինչ որ մեկի մոտ դա ընդհանրապես չի էլ զգացվում, գիշերը նստում էր, ինչ որ հաց ու պանիր էր ուտում, sense թեյով բան, բայց եթե այդ նույնը անեի ես հաստատ շատ լիքը կիլոգրամներ կհավաքեի։ Նայ, սա նյութափոխանակության արագության հետ է կապված, այսինքն թե ինչ արագությամբ է այդ նյութերը ներծծվում, վերածվում էներգիայի եւ ինչ քանակությամբ է այրվում, ինչ քանակությամբ է ֆիզիկական ակտիվությունը նաեւ մենք ունենք 3 տիպեր, կազմվածքի տիպեր. էկտոմորֆ, մեզոմորֆ, էնդոմորֆ։ Էկտոմորֆը շատ դժվար է քաշ հավաքում։ Մեզոմորֆը եւ հեշտ հավաքում է եւ հեշտ իջնում է։ Էնդոմորֆը շատ հեշտ հավաքում է եւ շատ դժվար իջնում է։ Ես էնդոմորֆ։ Պետք է նայես, դու երևի թե ավելի մեզոմորֆի ես նման, ստեղ կա տեստեր նաեւ չափում են դաստակի չափով, կարող են չափել ոտքի ստորին հատվածի չափով ու կան տեստեր, որի վրա հիմա պետք չի խորանալ, բայց երբ որ մենք տեսնում ենք խոշոր մարմնով մարդ, ինքը էնդոմորֆ է, երբ որ մենք տեսնում ենք բարակ ոսկորով, օրինակ իմս կարող է մարմինը խոշոր է, բայց ոսկորը տեսնում եք դաստակը բարակ է, դա էկտոմորֆն է, այսինքն առաջինը, ով շատ դժվար է քաշ հավաքում։ Հա։ Եվ մենք պետքա նայենք, այդ դրանով է պայմանավորված, 3 տիպով է պայմանավորված եւ այդ 3 տիպի մոտ տարբեր արագությամբ նյութափոխանակությունն է, parza որ առաջի տիպի մոտ է, էկտոմորֆի մոտ ավելի արագ է, մեզոմորֆի մոտ միջին արագության է նյութափոխանակությունը եւ էնդոմորֆի մոտ ավելի դանդաղ է նյութափոխանակությունը։ Ենթադրում եմ, որ տարիների ընթացքում այդ փոխվում է, ոչ թե մեր տիպը, երևի այլ ավելի շատ նյութափոխանակության հարցը։ Նայ, մենք նյութափոխանակությունը կարողանում ենք արագացնել ֆիզիկական ակտիվությամբ, ճիշտ սնունդով,
եւ ճիշտ հանգստով։ Դա վատ չի։ Մենք հասկանում ենք, չէ՞, որ այդ ով որ շուտ է գիրանում, իրականում դա լավ երևույթ չի։ Եվ այստեղ մենք կարող ենք ասել, որ մաքսիմալ քանակի էներգիա է արտադրվում, երբ որ մեր նյութափոխանակությունը արագ է, մաքսիմալ քանակի էներգիա է արտադրվում մեր ստացած սնունդից։ Եվ մեր նաև ֆիզիկական ակտիվությունն ավելի բարձր լինի, մեր ասած, որտեվ ինձ մոտ էլ է արագ նյութափոխանակությունը, ես էլ եմ միշտ շատ դժվար քաշ հավաքել։ Եվ ստեղ, երբ որ մենք ուզում ենք ճիշտ ձևով ձևակերպել, կազմել սննդակարգ, մենք ոնց ենք անում։ Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ ինքը հետևում է սննդակարգի, այսինքն դիետա են պահում, դա սովամահ լինելն է։ Ոչ, հակառակը, մենք անում ենք այնպես, որ նյութափոխանակությունը արագանա։ Այսինքն իր ստացած սննդից էներգիայի արտադրությունը բարձրանա եւ իր ֆիզիկական ակտիվությունը բարձրանա, դրա հետ միասին մոտիվացիան։ Դա կարող է լինել 4 սննդի ընդունում օրվա մեջ։ Շատ ժամանակ որ գրում եմ սննդակարգը, ասում են, հա բայց չաղանալու եմ այսքանից, այսքան որ ուտեմ, ես ընդհանրապես բան չեմ ուտում, օրը մի անգամ եմ ուտում եւ գիրանում եմ, ասում հենց դրա համար էլ գիրանում ես։ Ոչ, դեն շատ ժամանակ մարդկանց համար դժվար է լինում անցնել, sense ոնց որ բարիերի պես բան է լինում, չէ՞։ Մենք էլ որ ասում, բայց աշխատում է, բայց իսկականից քաշես նվազում է։ Եվ դրանով է պայմանավորված սխալ սննդակարգով է պայմանավորված, երբ որ միգուցե եւ սխալ սննդակարգ պահելու դեպքում ցածր կալորիա պահելով քաշը նվազում է, երբ որ դադարեցնում են պահել տվյալ սննդակարգը, հա, կոպիտ ասած սովամահանելը, միանգամից քաշը բարձրանում է։ Ինչի է բարձրանում, որովհետեւ օրգանիզմը դուրս է գալիս ստրեսային վիճակից եւ փորձում է իր պաշարները վերականգնել, որովհետեւ իր մոտ ազդակ է, որ ես միգուցե հեսա նորից եմ այդ ստրեսային վիճակի մեջ ընկնելու։ Դրա համար ես պաշարներս վերականգնեմ, որտեվ կենսագործունեության համար դա անհրաժեշտ է։ Չգիտեմ ես ինչ է անում այս օրգանիզմը։ Իսկ երբ որ մենք ուղղակի նյութափոխանակություն պաշարները կներես ճարպի տեսքով ենք։ Պաշարները ճարպի տեսքով են կուտակում, ճարպը մեզ մոտ օրգանիզմում կուտակված էներգիա է, որը կուտակվել է ճարպի տեսքով։ Այսինքն պատկերացնենք ոնց որ մենք հեռու ճանապարհ պետքա գնանք, կանգնել ենք բենզալցակայանում, մեր բակը արդեն պոլնի բակ ենք արել, բայց ինչ ենք անում, նաև միգուցե ճանապարհին են չունենանք բենզալցակայան, մի քանի կանիստր բենզին ենք վերցնում մեզ հետ, այդ մի քանի այդ պահեստավորված բենզինը դա մեզ մոտ պահեստավորվում է ճարպի տեսքով, այսինքն ճարպը մեզ մոտ պահեստավորված էներգիա է։ Ինչ պետք է անենք այդ պահեստավորված էներգիան, ստեղծենք դեֆիցիտ կալորիաների, որ ինքը սկսի այդ պահեստավորված էներգիայից օգտվել։ Եվ շատ կարևոր է, այստեղ երևի թե նշեմ, դեֆիցիտը չպետք է գերազանցի օրվա կալորիաների պահանջի 25%-ը, 25-ից 30%-ը։ Քանի որ երբ որ գերազանցում է այդ դեֆիցիտը 30%-ը, մեր օրգանիզմը նորից ընկնում է ստրեսային վիճակի մեջ, ճանաչում է, որ մի բան այն չի, նվազեցնում է ֆիզիկական ակտիվությունը, նվազեցնում է կալորիայի ծախսը եւ անցնում է այն նույն սկզբունքով, ոնց որ կլիներ, որ սովամահաններ։ Դրա համար շատ կարեւոր է ճիշտ կալորիաների հաշվարկը նյութափոխանակությունը արագացնելու համար։ Այստեղ մի հատ չեմ կարող մի բան չխնդրել քեզ, արի փորձենք ինչ որ միջին վիճակագրական մարդու համար, օրինակ իմ տվյալները գաղտնի չեն, կարող ենք իմ տվյալները օգտագործելով ինչ որ փոքր հաշվարկ անենք, համ կալորիաների, համ էլ ինչ որ մեկ օրվա օրինակ սնունդ, ես ինչ պետքա ուտեմ, որ ոչ ուզում եմ գիրանամ, ոչ ուզում եմ նիհարեմ, ուղղակի ուզում եմ մնալ այսպես, ինչը ինձ բավարար կլինի։ Արի, գիտես ոնց անենք, մի քիչ քո դեպքում քաշը կլոր չի լինելու, ասենք 54-52 սենց թիվա լինելու, արի մենք փորձենք 100 կիլոյի վրա հաշվել, որ մարդկանց համար պարզ լինի, հա, որևէ, ասենք մեկը կին թե տղամարդ 100 կիլոգրամ, հաշվենք այդ նույնն էլ, որ պարզ լինի հաշվարկը, սովորաբար իմ ուսանողների հետ նման տարբերակով եմ հաշվում, պատկերացնենք մարդը կշռում է 100 կիլոգրամ և իր ֆիզիկական ակտիվությունը միջին է, այսինքն 3 անգամ հաճախում է մարզասրահ օրվա մեջ, ունի ֆիզիկական ակտիվություն, ոչ թե բազմոցի վրա պարկած ուղղակի հեռուստացույց նայում կամ TikTok-ա թերթում։ Կան բանաձևեր,
մի քանի բանաձևեր կան, բայց ես այդ բանաձևերի մեջ չեմ խորանալու։ Ուղղակի քաշը անգամ 30 ենք անում։ Այս դեպքում 100 անգամ 30, քաշը անգամ 30 ենք անում, ստանում ենք այն կալորիաների քանակը, որը անհրաժեշտ է այդ մարդուն օրվա մեջ իր կալորիաների ծախսը ծածկելու համար։ Այսինքն 100 կիլոնոց մարդը անգամ 30 անգամ ստանում ենք 3000 կիլոկալորիա։ Այստեղ ինքը ոչ ավելացնելու է քաշը, ոչ նվազեցնելու է քաշը։ Այսինքն օրական 3000 կալորիա ծախսում է այդ մարդը։ Օրական 3000 կալորիա ծախսում է։ Մենք հաշվարկեցինք ֆիզիկական ակտիվությունը միջինից բարձր, այլ բանաձև չեմ ասում, պարզ տարբերակն եմ ասում։ Եվ այստեղ ուղակի կալորիա հաշվելը հերիք չէ։ Այդ կալորիաների մեջ մենք պետքա տեղավորենք սպիտակուց, ածխաջուր, ճարպ, այն մակրոէլեմենտները, որ առանց որոնց մենք կենսագործունեությունը հնարավոր չէ։ 1.5 գրամից 2 գրամ կիլոգրամ քաշին հաշվում ենք սպիտակուցը, 2 գրամ հաշվենք իրանը։ 200 գրամ սպիտակուց, ստացվելու է 1 գրամ սպիտակուցի մեջ 4 կիլոկալորիա։ Եթե մենք ստացանք 200 գրամ սպիտակուց, անգամ 4 800 կիլոկալորիա, ճարպը հաշվում ենք 1 կիլոգրամ քաշին մաքսիմում 1 գրամ, այստեղ 1 գրամով կարող ենք հաշվել 100 գրամ ճարպ, 1 գրամ ճարպի մեջ 9 կիլոկալորիա է, ստեղ մենք ունենք 800 գումարած 900, 1700 եւ ունենք 1200 կիլոկալորիա ածխաջրի համար։ 1 գրամ ածխաջրի մեջ նույնպես 4 կիլոկալորիա է, այդ 1200-ը բաժանում ենք 4-ի, ստանում ենք 300 եւ 300 գրամ այդ մարդը կստանա ածխաջուր։ Այսինքն ստացանք 200 գրամ սպիտակուց 100 կիլոնոց մարդու համար, 100 գրամ ճարպ եւ 300 գրամ ածխաջուր։ Չգիտեմ, հաշվարկը պարզ էր, փորձեցի մաքսիմալ պարզացնեմ։ Ինձ պարզեր, ենթադրում եմ պարզեր, բայց էլի մի քիչ էլ ավելի մանրացնենք, էլի օրինակ որ ասում ենք 100 գրամ ճարպ կամ 300 գրամ սպիտակուց, ի՞նչն է օրինակ 300 գրամ սպիտակուց։ 300 գրամ սպիտակուցը շատ է, փորձենք 100 գրամ մսի մեջ, տավարի մսի մեջ պարունակվում է միջինում 22-ից 25 գրամ սպիտակուց։ 100 գրամ կատնաշորի մեջ պարունակվում է, նայած յուղայնությամբ միջինում մոտ 20 գրամ սպիտակուց։ 1 ձվի մեջ մոտավորապես 7 գրամ սպիտակուց։ 100 գրամ ձկի մեջ մոտ 20-ից 25 գրամ սպիտակուց կապված ձկան տեսակից։ Այսինքն իրականում բավականին շատ է, եթե ուզենանք մեկ-մեկ կարողան նույնիսկ չկարողանանք լրացնել այդքան կալորիաները։ Ուղղակի հարցը ճիշտ համամասնությամբ լրացնելն է։ Այո, նայ, շատ հեշտ է լրացնել, օրինակ 3000 կալորիան դու, չգիտեմ, մի 1 լիտր քաղցր սոկ խմելով կամ կամպոտ, հա, որ ասում են տնական կամպոտը նորմալ է, մեծ հաշվով տարբերություն չկա, միգուցե դե կոնսերվանտներ չկա ուղակի, բայց այդ կամպոտն էլ էլի, ասենք 1 լիտրին մոտ 100 գրամ շաքար է, 100 գրամ, երևի ավել։ Պատկերացրեք, ասենք 100 գրամ շաքարը, այդ արդեն քեզ 400 կիլոգրամ շաքար։ Բայց ես չնշեցի, շաքարը պարզ ածխաջուր է։ Ածխաջուրը մեզ պետքա այն 300 գրամ ածխաջուրը, որի մասին խոսքը գնում էր, այդտեղ չպետքա 10%-ը գերազանցի պարզ ածխաջուրը։ Այսինքն 10% այդ 300 գրամից անում էր 30 գրամ։ Հա։ 30 գրամը չպետքա գերազանցի։ 30 գրամը դա մեզ մոտ 300 գրամի դեպքում ընդամենը 6 գթալ շաքար, այսինքն 1 սենտ սոկ, եթե խմում ես, բայց սրա մեջ չկա շաքար իհարկե։ Այս չափի, հա, 330 չափով, երբ որ 1 հյութ օրինակ խմեցինք, մեզ համար ոչ մի բան է, չէ, ուղղակի մի հատ հյութ խմեցինք, դե նորմալ է, դեռ հաց չեմ կերել, պրոստի մի հատ հյութ եմ խմել։ Մեր ամբողջ պարզ ածխաջրերի քանակը լրացվում է օրվա թույլատրելի։ Բա ինչի էին մեզ ասում, թե միշտ պեսոկով խմեք, չգիտեմ։ Չգիտեմ։ Ճարպը ինչից ենք ստանում։ Ճարպը կա լավ ճարպ եւ կա վատ ճարպ։ Իրականում որ շատ չմանրանամ, այնտեղ շատ է, հա, հագեցված, ոչ հագեցված, պոլինասիշինի, պոլինինասիշինի, ասեմ, որ կա վատ ճարպ, որը որ տրանս ճարպն է։ Տրանս ճարպը գիդրոգենեզի process անցած ճարպն է, որտեղ ճարպին ավելանում է
ջրածինի մոլեկուլա իր պիտանելիության ժամկետը երկարացնելու համար։ Դա մարգարիններն են օրինակի համար։ Այս պահին առողջապահական այդ կազմակերպությունով սահմանված նորման, եթե չեմ սխալվում, 1% է օրվա ընդունված այդ ճարպերի։ Միգուցե այդ իրանց սահմանածով չի, բայց ամենայն դեպս մարզիչները եւ սննդաբանները խորհուրդ են տալիս 1%-ը չգերազանցել տրանս ճարպերի։ Ինչն է այդ տրանս ճարպերի խնդիրը։ Տրանս ճարպը օրգանիզմը չի կարողանում քայքայել, շատ դժվար է քայքայել, մեր իմունային համակարգն է պայքարում իր հետ եւ նստված կա թողնում մեր անոթների վրա, դանդաղացնում է մեր լիպոլիզի process-ը, ճարպից էներգիայի արտադրման process-ը, մի խոսքով խցանում է մեր անոթները։ Մենք երկարատև տրանսճարպ օգտագործելուց հետո ունենում ենք թե գիրացման խնդիր, թե սրտանոթային համակարգի հետ խնդիրներ, բազմաթիվ խնդիրներ, պատկերացրեք մեր մազանոթները այդքան բարակ եւ խցանված լինեն տրանսճարպով։ Ինչի են ասում չի կարելի տապակած սնունդ օգտագործելը։ Քանի որ տապակած սնունդ օգտագործելուց այդ process-ը բնական process է տեղի ունենում, այսինքն երբ որ մենք օրինակի համար ձեթը եռացնում ենք, գիդրոգենեզի process է տեղի ունենում, ջրածնի մոլեկուլա է ավելանում եւ այդ ճարպը դառնում է տրանսճարպ։ Ինչա կոչվում տրանսճարպ, որը փոխակերպվում է, այսինքն մի ճարպի տեսակից փոխակերպվում է դեպի մյուս ճարպի տեսակ եւ դառնում է մեր օրգանիզմի համար վտանգավոր ճարպի տեսակ։ Դրա համար պետք է զերծ մնալ տրանսճարպերի օգտագործումից։ Եթե մաքուր կարագով է պատրաստված որևէ թխված կաբլի, չգիտեմ, խմորեղեն, միգուցե ավելի թանկ է լինելու, բայց ավելի նախապատվությունը տվեք այդ խմորեղենին, քան մարգարինով պատրաստված։ Գիտեք, համային հատկանիշներով կարող է չտարբերվեն բացարձակ։ Ինչի են թույլ տալիս պատրաստել նման բանով։ Ես կարծում եմ, որ կա սահմանաչափ, որը որ թույլատրելի է։ Նույնպես շաքարը կա սահմանաչափ, դու ես որոշում։ Օրինակ նույնը դեղատանը, չէ՞, մենք կարող ենք մոտենալ դեղ առնել, չգիտեմ, կամ վիտամին առնել, բայց կարող ենք այդ վիտամինը վերցնել, չգիտեմ, օրվա պաշարի, չգիտեմ, 100 պատիկը խմել, մեզ ոչ մեկ չի ասելու, բաց ազատ է վաճառքը, բայց դա խնդիր է առաջացնելու։ Նույնպես էլ սա է, այսինքն թույլատրելի է, որ խմես չես մահանալու։ Բայց տևական ժամանակ օգտագործելուց խնդիր է ունենալու։ Մի քիչ ուրիշ բան էի մտածում, եթե այդքան խոսում ենք, որ ճարպը մի քիչ այդքան էլ լավ բան չի, իհարկե ավել ճարպ է, բայց հիմա մի քիչ հակառակ տենդենսել եմ նկատում, որ շատ աղջիկներ, ձեզ նշեցիր ամենասկզբում, խուսափում են ճարպ ունենալուց ու նույնիսկ այդ երբեմն գերազանցում են նույնիսկ այն level-ը, որ պետք է ունենալ, այսինքն կա ինչ-որ չափ, որ պարտադիր է ունենալ այդքան ճարպ։ Եթե չլինի, ինչ-որ խնդիրներ կարող են առաջանալ։ Ինչի է պետք ճարպը։ Ճարպը նախ ինչի է պետք ճարպը ստանալ սննդի միջոցով եւ ինչի է պետք ճարպը օրգանիզմում։ Սննդի միջոցով օրինակ մենք ստանում ենք սպիտակուցը մեզ մոտ մկաններն է կառուցում եւ ոչ միայն մկանները, ածխաջուրը մեզ մոտ հանդիսանում է էներգիայի աղբյուր օրգանիզմում, ճարպից ինչպես նաև ճարպն է էներգիայի աղբյուր հանդիսանում մեզ մոտ, բայց առաջնային ոնց որ երբ որ մենք սնունդով ստանում ենք, ածխաջուրն է դիտարկելու, սնունդով ստացածը։ Էլ ինչով կարող ենք ստանալ։ Կա մեր օրգանիզմում պայստավորված ճարպը, որովհետև երբ որ մենք հիմա հանգիստ նստած զրուցում ենք իրար հետ, մեր օրգանիզմը ճարպն է առաջնային դիտարկում որպես էներգիայի աղբյուր։ Բայց չշեղվենք։ Ինչի է պետք ճարպը մեր օրգանիզմին եւ ինչ խնդիրներ կարող ենք ունենալ ճարպը քիչ օգտագործելուց։ Մի պարզ բան ասեմ, տղամարդկանց հորմոնները եւ ընդհանրապես բազմաթիվ հորմոններ սինթեզվում են խոլեստերինից։ Տեստոստերոնը սինթեզվում է խոլեստերինից։ Խոլեստերինը նաև ստանում ենք ճարպի միջոցով։ Լավ խոլեստերինի մասին է խոսքը։ Եվ ցածր մակարդակի ժամանակ նվազելու է տեստոստերոնի արտադրությունը։ Իսկ օրինակ տղամարդկանց մոտ, իսկ ինչպես գիտեք, տղամարդկանց մոտ տեստոստերոնը ամենաուժեղ եւ հիմնական անդրոգեն հորմոնն է, որը որ կարգավորում է բազմաթիվ ֆունկցիաներ։ Եվ ոչ միայն տեստոստերոնի մասին է խոսքը, ուղղակի տեստոստերոնի վրա եմ օրինակ բերում, որտեղ շատ վառ օրինակ է։ Եվ
կանանց մոտ կանանց հորմոնները էստրոգենը, ամենից կարևոր հորմոններից մեկը կանանց, արտադրվում է տեստոստերոնից։ Պատկերացրեցիք, այսինքն կանանց մոտ էլ է նույնպես սկզբնականում արտադրվում տեստոստերոնը, այսինքն այդ նույն փուլն է անցնում տեստոստերոնի արտադրությունը, արտադրվում է տեստոստերոնը, եւ հենց ձվարանների մոտ հենց արոմատազա ֆերմենտի ազդեցության ներքո վերածվում է էստրոգենի եւ շարունակում է իր ճանապարհը։ Դա ինձ թվում է պարզ պատասխան է եւ մենք խոսում ենք հորմոնալ համակարգից, արդեն հորմոնալ համակարգը կարգավորում է ամբողջ թե կենսագործունեությունը, թե ցիկլները կանանց մոտ մենստրուալ ցիկլը, տղամարդկանց մոտ ընդհանրապես ֆիզիկական ուժը եւ ընդհանրապես տղամարդկային ակտիվությունը, տեստոստերոն հորմոնի մասին է խոսքը։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է ստանալ ճիշտ չափով ճարպեր եւ երբ որ ճարպը լինում է նորմայից ցածր, նույն երևույթներն են, նույն խնդիրներն են առաջանում։ Տղամարդկանց մոտ կարող են նկատվել տեստոստերոնի անկում, տեստոստերոնի արտադրության անկում, կանանց մոտ կարող ենք նկատել օրինակ մենստրուալ ցիկլի խախտում, ելի նույնպես պայմանավորված հորմոնալ համակարգի խախտումներ։ Իսկ այստեղ մի հորմոնի մասին չի խոսքը։ Այդ բոլոր հորմոնները ունեն իրանց անտագոնիստ հորմոններ, իրանց հականիշ հորմոնները եւ սիներգիստ հորմոնները, որոնք աշխատում են իրենց հետ միասին եւ հականիշ։ Այսինքն մի դեպքում, երբ որ մի հորմոնի լեվելը բարձրանում կամ իջնում է, օրգանիզմը կարգավորումը պետքա բալանսավորած լինի։ Դա շղթա է։ Երբ որ մի հորմոնը նվազում է, այս մյուս շղթան կամ փորձում է լրացնել իր տեղը, կամ փորձում է համապատասխանացնել իր ցուցանիշները այս հորմոնին, որտեղ իրենք շատ ժամանակ պետքա լինեն իրար հավասարազոր ցուցանիշներով, որ օրգանիզմի բալանսը կարողանա պահպանել։ Ես ուղղակի կավելացնեմ, որ առողջ ծնվելը նաև շատ հավես է, շատ համով է ու հատկապես եթե այդ սնունդը պատրաստում եք ինքներդ, որովհետև այդ process-ը արդեն իսկ հաճելի է ու վերջում արդեն երբ որ ստանում ես ինչ-որ հետաքրքիր բան, բաղադրատոմսերը շատ են, արժի ինչ-որ մի քանի օր տրամադրել, գտնել ու հետո արդեն պատրաստել, առևտուր անել, այս ամբողջ process-ից միայն հաճույք եք ստանալու։